Քայլելով ներկայիս Նինոցմինդայով փորձեցինք անդրադարձ կատարել անցյալ դարի երկրորդ կես ու ֆիքսվել հնդկական կինոֆիլմերի վրա, որոնք բնակիչների հիշողություններում դրոշմվել են որպես բարության, գեղեցկության, մաքրության կնիկ։ Կինոդահլիճներում մեծ էկրանների վրա երևացող գունավոր ֆիլմերի ցուցադրություններն իրականացվում էին լեփլեցուն դահլիճներում, օրվա մեջ մի քանի անգամ։ Երիտասարդությունը ուղղորդվում ու անգամ սիրահարվում էր այդ կինոֆիլմերի ազդեցության ներքո։ Հնդկական կինոն իր մեն ներկայացնելը բարություն։ Բարի, միշտ անգամ բարին հաղթերգը։ Ու ասենք մենք ճայել ենք, չէ, աղջիկ ուզեինք, այդ կինոներին հիման վրա աղջկան հետ այդ ծևին վարվեինք, շատ լավն էր, բոլնի զալը, երկու անգամ ծորեգի մեկ է իրգունը գուդարգը բոլնի հետ, նույն կինոն, նույն մարդիկը կայնամսոր մատնեինք աշելու, շատ լավ էր, ասենք, այն ժամանակը մենակ այդ հասկացողությունն էր, բարություն, մեկի մեր գործը մեներ, լավությունը մեներ, այդ կայնամսոր այդ հնդկական կինոներուն ազդեցության տակ։ Իմի ասենք թե ես սպազիվ եմ ինտերնետ կաշեմ, ոչ ասենք այն ժամանակվա պես։ Նու այն ժամանակը մենք օրինակ Բոբին, այդ աղջկանը մենք գեղս հատխաուն էինք մի աղջիկ, որ ֆիգուրով տոշնային կներ, երեսով, ֆիգուրով, իշխոտ այդ արտիստը մեր գեղը պետք է սաղը սիրարված էինք այդ աղջկանը վերը։ Բոբիկս էինք ելանունը չէինք դա, երվեն Բոբիկի ճավային, հենակություն էլ։ Այժմ այդ ֆիլմերը մնացել են անցյալում, սակայն մեծահասակների հուշերում դեռ պայծառ են այն գույները, բնության գեղեցկությունն ու բարին հաղթում է չարին գաղափարը։ Ահա թե ինչ էր իրենից ներկայացնում հնդկական կինոֆիլմը։ Կար շատ լավ կաշեինք հնդկական կինոր գուքար կինո կարոր 3-օր 4-օր կերթարգետ կինոն շատ հետաքրքիր էր այն մարդիկ այն ծերիելը կամսենք այն նույնիսկ տաներ են վերոնք որ հեշ կինո չէին գա իրենք գել էին կինո գուքային հնդկական կինո աշելու որովհետև հնդկական կինոները միշտ նախ գույնավոր կինոներ էին, հետո հնդկական կինոները լավ գվերջանային, միշտ բարին հաղթերգը չարին, հետո ցույց կտային իրենց բանությունը, իրենց նիստուկացը, հարուստ տաներ ցույց կտային, վերոնք որ մեր մոտ հիմի են առաջ եկել ձևի տաներ, մենք այն 40-50 տարի առաջ այդ հնդկական կինոներում բեշ կտեսնեինք, հետո դուց կուքային կինոներ են մեր շրջապատը կտեսնենք, մեր փողոցները, մեր անլույս ամեն ինչը կտեսնենք, ինչ-որ դա մոմենտը մետ կինոն աշել ժամանակ, ինչ-որ մորանայինք կդը մենք որդեղ գատնվենք կինոյին հետ, այդ կինոյին իքով կեստայինք էլի, բայց դուց կուքայինք որ մեր իքը կտեսնենք, զարմանայինք կտե ինչի Հնդկաստանը միլիոնանոց երգիրը այդքան լավ նիստուկացունի այդքան լավ կապրինգը բարի միշտ հաղթեգը մերքով այդ ձևի չեր էլի սենք նու են կինոները վերոնք որ սենք կային են սանգամ կար բոբի կար մեր ժամանակ հետո կային այդ կինոները մեկ որ պատահիկը այդ համացանցի մեջ մեկ կային կը բայց հիմի ինչ որ դա չենք կային այելի սենք որ կյանքին հետ կհամեմատես Այսօր արեստական, հիմի մերոնք է, թե հայերը, թե ռուսական կինոներ, հնդկական ձևի կինոներ հանենք, նու էլ են հետաքրքրություն, օրնագինիզի համար այդ հետաքրքրությունը չունի։ Պրոստը երիտասարդական ժամանակ որ տեսել ենք, ինչ-որ դա նոստալգիա է, էլի սենք էդ է։ Հնդկական կինոֆիլմերի շատերում խաղացել է նաև հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը, բոլորիս կողմից սիրված Ֆրունզիկը, որի ֆիլմի պրեմիերան իրականացվեց վերջերս մեր մշակույթի տանը։ Սա մեկ հպարտություն է բոլորիս համար, որ ինչպես մենք ենք հիշում հնդկական ֆիլմերը, այնպես էլ Հնդկաստանն է հիշում Ֆրունզիկ Մկրտչյանին։
Ստոկհոլմ։